Ողջույն ժողովուրդ։ Ուրեմն այսօր մայիսի 15-ը 2025 թվականի ես սա պաշտոնական հայտարարություն եմ անում։ Ես դարձյալ Պատգորիցայում եմ, այսպես կոչված Չեռնագորիա մայրաքաղաքում, եւ այսօր վերջին օրն է մայիսի 15-ը իմ հետ չեղած անձնագրի վավերացման ժամկետի լրացման օրը։ Փաստորեն ես առանց անձնագրի եմ, ավելին էլ ասեմ, որ ոչ ստեղ ՀՀՄՀ դեսպանատուն հյուպատոսարան կա, ոչ էլ Սերբիայում ու ոչ էլ Ալբանիայում, այնտեղ պատվավոր հյուպատոսա բաբշեցի ինքը պետք է զբաղվի, բայց ոչ պատասխանում է, ոչ էլ համել ինձ ասել են մի դիմի, այսքան դիմելուցս հետո։ Ուրեմն այս սաղ երկրների այս ղախպա, դե տեսեք ինչ արել այդ ղախպը, մի հատ только вдумайтесь, էլի, մի հատ տեսեք։ Այս սաղ սրանց ներկայացուցիչը դեսպանը եւ հյուպատոսը այս երկրների Սերբիա, Ալբանիա, էլի մի քանիսը, գիտեք որտեղ է։ Պրագայում, Չեխիա, այսինքն որտեղ ՀՀ քաղաքացիները չեն կարող գնալ, էլի, ղախպա, էլի, դեգեներատ, Դալբայով Միրզոյան։ Փոխանակ հակառակը լիներ, էլի։ Եթե էկոնոմիայի կանում, թող Բելգրադում լիներ։ Չկա։ Դա կապ չունի, կարևոր չի։ Ես իրան գիտեն, շատ լավ գիտեն, ամեն օր դիմում եմ, ամեն օր բլոկ են անում։ Ուրեմն այսօր փաստորեն ես արդեն առանց անձնագիր, արդեն այդ չեղած անձնագիրներ չկա, արդեն անվավել է։ Ուրեմն մի բան էլ էի ուզում մտքովս անցավ, այս շան հետ գալիս այս ղախկները, արա ոնց հոգիս կերան այս ալասումները։ Հələ մի րոպե մի հատ ասում եմ, ահա էլի ինձ էր սպասում արա։ Бесполезно էլի, որ ասենք կներեք, մի հատ ասեմ։ Չգիտեմ, կարող է էսի այդքան էլ անասում չէր, բայց կան անասումներ, շանը բաց են թողում, ես քո շանը զայլեն չունեմ, այնքան եմ անպատվել եմ սրանց շատ։ Ուրեմն արդեն մտքիցս թռավ ինչ էի ասում։ Լավ ավարտեմ, ուրեմն ինչ էի ասում, հա, անգամ եթե այդ ասենք 3 կամ 3 շարաչ օրել է ժամկետը, միևնույն է, ես էլ ոչ միտեղ չէի կարողանա գնալ այդ անձնագրը, որովհետև գիտեք, մինիմալ երկիր թողնելու համար իրանց կայքերում է գրած այդ երկրների արտգործնախարարության հյուպատոսարանների 3 ամիսա, թե կարծեմ 6 ամիս պետք է քո անձնագիրը վավերացման ժամկետի մեջ լինի, էլ չասած կան երկրներ, որտեղ մի տարի, ասենք, կարող է այդպես ես գնում էլի, բայց ես առանց վիզա երկրներում պահանջում, թե չեն թողնի, բայց հիմա այդ փաստորեն այդ չեղած անձնագիրներ չկա, վերջ։ Դուք հասկանում եք, ստեղից էլ ես իհարկե Հայաստան լավ ես ավարտեմ ինչ էի ուզում ասել։ Դե հաշվեք վաղվանից, փաստորեն վաղվանից այդ ղախպա Նիկոլ մի րոպե հենց վաղվանից հաշվեք այդ ղախպա Նիկոլի պետականության ավարտի սկիզբն է, հենց վաղվանից արդեն հաշվեք։ Տեսեք այդ բոզի տղա Նիկոլ ինչքան կդիմանա դա։ Եթե հիմա Ալիևը հարձակվի հենց վաղը, ես լիովին Ալիևի կողմն եմ լինելու, որ սատկացնի այդ ղախպեկին։